տղա ես, հելաս։ Ջոն։ Սպասի։ Մանա ինչ լավ բան ենք անում իրար հետ։ Շատ լավ բան ենք անում։ Մի րոպե։ Կժպտաս։ Հոպար ջան, մենք քեզ որ շատ խնդրենք դու շուտ տուն կգաս, խնդրում ենք, հոպար ջան, մենք քեզ շատ սիրում ենք ու շատ կարոտել ենք։ Հոպար, դե արի տուն։ Հիմա ուղարկենք Արսեն հոպարին։ Վերջ։ Ես քեզ հեսա կուտեմ։ Հոպար ջան, մենք քեզ որ շատ խնդրենք դու շուտ տուն կգաս, խնդրում ենք, հոպար ջան, մենք քեզ շատ սիրում ենք ու շատ կարոտել ենք։ Հոպար, դե արի տուն։ Մուկս, ոնց եմ ես ամեն ինչ քեզ ասելու, ոնց ես առանց ինձ ապրելու։ Արմին, Հա, մամ, խոսեցիր եղբորդ հետ, խոսեցի։ ու ինչ որոշեցիր։ Մամ, ես աշխարհի ամենալավ աղբերն ունեմ։ Բա որ ասում է, Ոնց էի ցավացնում իրեն։ Ու ում համար։ լավ, մոռացիր անցածը, Արմինը ջան նոր կյանք սկսի, բայց առանց Սարգսի, Այդ հնարավոր է։ հնարավոր է։ Հնարավոր չի։ Ամեն անգամ այդ երախուն նայելուց ես հիշելու եմ Սարգիսին, մամ։ Չես հիշի, հենց որ երեխան ծնվի, կյանքդ նոր իմաստ ու գույներ կստանա, այ կտեսնես։ Այս ամեն ինչը ինձ նենց անհավատալի է թվում։ Հիմա ներսը թրաշք է կատարվում, նոր կյանք է ձևավորվում, կտեսնես ոնց ես կապվում, ոնց է շուրջդ ամեն բան փոխվում, և ոչ մի հարց քեզ այլևս չի ցավեցնի Արմինե ջան։ Դե լավ, վերկաց գնանք հաց ուտենք, ես չեմ ուզում, որ թորնիկը սողից մնա, դե արի, վերկաց, Մամա, վերկաց։ Իչար արա, Չեմ իշնում։ էլիլի արա։ Հիմա խելոք քայլում ես ու առանց խաղերի։ Ուր են գնում։ Հələ որ ուղիղ։ Արա եթե մի անգամ ես գլուխդ թեքել, հենց դե գլուխդ կցրեմ այդ թուլա։ Գնա առա։ Կանգնիլ է։ Գիտես ես ում գերեզմանն է։ Չէ։ Են տղու գերեզմանն է։
որին կյանքից զրկեց իրարա։ Լավն այ։ Որովհետև վերջի բանն ա որ նայելու ես։ Դավիթ, Ձենը տարա։ Իսկ կարքին տղու գերեզմանա։ Կարքին տղու գերեզմանն արա։ Ու դու գիտես ինչի համար ես այստեղ։ Գիտես։ չէ։ Ես Ալեքսին բան եմ խոստացել։ Որ քեզ մատաղ եմ անել իր գերեզմանին։ Դավ ջան, արի խոսանք, մենք կարանք իրար հասկանանք։ Ձենը տարա։ Ձենը։ Տատիկի արև, տատիկի հրաշք, տատիկի կյանք, դու գիտես ես քեզ ոնց էի կարոտել կյանքս, ցավը տանեմ։ Զինա ջան, ոնց եք։ Մենք լավ ենք, իսկ պապան ոնց է։ Ոչինչ, պապան արդեն լավ է։ Մամ, ես էլ եմ ախր ուզում պապային տեսնել։ Լուսին ասեց, որ շուտ կգա ու Մարկի հետ կմնա։ Իսկ տատիկի հրաշքը խելոք, հա։ Շատ խելոք է։ Ջան, տատիկի կյանք, դե գնա Զինայի մոտ, տատիկը գնա մի հատ լվացվի գա։ Բայց երեխուն շատ գրկացմի մնա, մեջքը չցավի։ Իսկ Արսենը տանն է։ Չէ, տանը չէ։ Չհասկացա, գնացել է։ Հենց թվաց հիվանդանոց է եկել։ Չէ, Արսենը հիվանդանոց չի եկել։ Բա ուր է գնացել։ Ինչ իմանամ ուրա։ Իսկ դու քեզ ո՞նց ես զգում։ Լավ եմ, ես ինձ լավ եմ զգում։ Շատ եմ վախենում, որ հանկարծ դու չվարակվես։ Այդքան ասեցի, բայց մեկը գնում մտնում ես Արսենի քիթը։ Մամ, Արսենը գրիպ չի, ոչ հազում է, ոչ փռշտում է։ Աղջիկ ջան, գրիպ է, բա ինչ է։ Արսեն, կարելի է։ Արի։ Ոնց ես։ Լավ եմ։ Տեսքիցդ չէի ասի։ Պապատ ոնց է։ Լավ արդեն։ Լարված ես։ Եթե ասելու բան ունես Լիլե ջան, ասա, եթե չէ, ես գործ ունեմ։ Ուզում էի իմանայի ոնց ես։ Բայց եթե զբաղված ես, հետո կգամ։ Հետո կխոսանք։ Արսեն ինչ որ բան են չի, կարող է նեղված ես ինձնից։ Չէ, ինչի պիտի նեղվեի քեզանից։ Չգիտեմ, մի տեսակ ես։ Ահա որ գլխացավ ունեմ Լիլի ջան։ Եթե գործի հետ կապված բան չունես ասելու, հետո կխոսանք, լավ։ 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 Արյան Լեյկոս, են էլ զարգացող։ Բա իմ երեխեն, ես չեմ տեսնելու իմ հրեշտակին։ Հոպար ջան, մենք քեզ որ շատ խնդրենք դու շուտ տուն կգաս, խնդրում ենք Հոպար ջան, մենք քեզ շատ սիրում ենք ու շատ կարոտել ենք։ Հոպար, դե արի տուն։ Ոնց ես առանց ինձ ապրել մի կյանքս։ Ինչա լինելու ձեր հետ, քո հետ, երեխուս հետ։ Եթե իմանայի ամեն ինչ սենց է լինելու, ավելի լավ կլիներ Հայկի հետ մնայիր։ Ով գիտի, կարող է ինքը չմեռներ ու դու երջանիկ լինեիր։ Ես չեմ ուզում, որ դու տառապես։ Չեմ ուզում։
LA Beauty Skin Center presents November specials. Laser hair removal for women. Full legs 110, lower legs 50, upper legs 65, full arms plus underarms 80, underarms plus bikini 40, lower arms plus underarms 45. Full body laser hair removal 320. Laser hair removal for men. Full back plus neck and shoulders 115. Full chest plus abdomen 115. Full body laser hair removal 345. Injectables. Kybella 1 vial 400. Voluma 1 milliliter 500. Velour 1 milliliter 420. Same excellent service, same unbeatable prices. Now also available in our new North Hollywood location. Call us at 818-888-0001. LA Beauty Skin Center. Nature gave you beauty. We will make you confident. Արդյոք տեղյակ եք Սալիմե ընկերության դեմ հարուցած դատի մասին։ Գիտեք, որ Սալիմե ընկերությունն իր ուսանողական վարկերի Նավիետ ընկերությանը փոխանցման ժամանակ խախտել է տարբեր օրենքներ։ Ուստի եթե ցանկանում եք ազատվել անխուսափելի ուսանողական վարկերից եւ նրանց ներման ենթակա դարձնել, ապա զանգահարեք 818-858-0070 Enrich Financial ընկերություն, որտեղ Արիան Եղբալին եւ հմմուտ մասնագետները ուսումնասիրելով ձեր թղթածրարը ձեզ կօգնեն անհնարինը դարձնել հնարավոր։ Զանգահարեք 818-858-0070 Little Paris-ը երկու մասնաճյուղերով Հոլիվուդ եւ Վենայս քաղաքներում շնորհելով իր հաճախորդներին գովաբանության օրվա առիթով հայտարարում է Black Friday Specials։ Այո, արդեն իջեցված գների վրա հավելյալ 25% զերծ ամբողջ խանութի ապրանքների վրա։ Yes, 25% off on everything in the store. Store will be open Thanksgiving Day 10 to 4. Also open Thanksgiving Sunday 10 to 4. Շտապեցեք եւ բաց մի թող այս բացառիկ առիթը Little Paris հայ ընտանիքների լավագույն առևտրի կենտրոն։ Brand Surgical Institute. Hello, my name is Dr. Moen. I'm a cosmetic surgeon at Brand Surgical, here to make you look beautiful. Համայնքում վստահություն վայելող անոն։ Brand Surgical Institute բանիմաց Անջել Սամվելյանի գլխավորությամբ գործող եւ փորձառու բժիշկներով համալրված 7000-ից ավելի բարեհաջող վիրահատություններ։ Rhinoplastic, breast augmentation, tummy tuck, brachoplasty։ Hemetsek Brand Surgical. Brand Surgical, ձեր գեղեցկության գրավականը։ Գեղեցիկ ժպիտ եւ հմայիչ արտաքին ունենալու ամենակարևոր գրավականը գեղեցիկ ատամնաշարն է։ Ատամնաբույժ Լիլիթ Բաղդասարյանի կլինիկայում ձեր ատամների հետ կապված բոլոր խնդիրները կլուծեն ամենաարդյունավետ եւ մատչելի եղանակով։ Առաջարկվում են ընդհանուր եւ կոսմետիկ ատամնաբուժության հետեւյալ ծառայությունները՝ ատամնաշապիկների եւ կամուրջների պատրաստում, իմպլանտներ, վենիրներ, լնդերի բուժում եւ վիրահատություն, մանկական ատամնաբուժություն, ատամների սպիտակեցում։ Գեղեցիկ ժպիտն ու ձեր հմայքն ապահովված է։ Ատամնաբույժ Լիլիթ Բաղդասարյան։ Մամ, ես որ առավոտները չէի ուտում, հիմա որ չեմ ուտում, սիրտս ճմլվում է։ Որտեվ երեխան քեզանից է տանում։ Սրանից հետո պիտի ուտես, եթե չես ուզում նորից սրտխառնոց ունենաս։ Դե իհարկե չեմ ուզում։ Բա, տեսնում ես։ Այսօր զանգեմ, պայմանավորվեմ գնանք բժշկի։ Ինչի համար։ Նախ եւ առաջ պետք է հետազոտվես եւ երկրորդ որպես հղի հաշվարկվես։ Ես կգնամ։ Ես էլ եմ ուզում գալ։ Ոնց կուզես, մամա ջան։ Ես ուզում եմ կողքիդ լինել։ Կտեսնես ինչ հաճելի պահեր կապրես։ Վայ, մամ։ Դե դու հիմա չես պատկերացնում, բայց հենց լսես երեխայի սրտի ձայնը, կհասկանաս, թե ինչ է ուզում ասել։ Մամ, չես պատկերացնի, թե ինչ պաշտպանված եմ ինձ։ Այնպիսի զգացում է, այնպիսի զգացողություն է, որ Դավիթի հետ խոսելուց հետո մի տեսակ սիրտս թեթևացել է։ Ես հասկացա, որ Դավիթ ինձ շատ է սիրում։ Ու չի քննադատում։ Երես չի թեքում ինձնից իմ արածների համար։ Իրական հարազատները տենց պետք է լինեն, Արմինե ջան, նեղության պահին իրար ձեռ մեկնեն։ Իսկ քննադատել բոլորն էլ կարող են։ Սուրճը էփեց։ Մամ, Հազինա, կամաց, երեխան քնեց։ Մամ, բա պապայներ դուրս կգրեն։ Դեռ չգիտեմ։ Բայց բժիշկն ասեց, եթե լավ զգա այսօր երևի։ Ինչ լավ կլինի։ Հա, գիտեմ, որ լավ կլինի, բայց դե այդ վիրահատությունից հետո դեռ երկար պիտի ապաքինվի։ Դե հա,
Դե լավ գնամ հաց դնեմ, հաստատ բանկերած չես լինի։ Չէ, հաց չեմ ուզում ուտել, մի հատ սուրճ կխմեմ։ Դու սուրճ դիր, ես հիմա կիջնեմ։ Լավ, դե արի, իջնում եմ սուրճ դնեմ։ Ձինա, այդ աստիճանները կամացի չի, տենց արագ-արագ մի չի։ Համա, Դինա ջան, ո՞նց ես բալես։ լավ եմ մամ ջան, դու ո՞նց ես։ Լավ եմ իմ աղջիկ, լավ եմ։ Ձինա երեխուն կերակրել է իր գոնե։ Հա, կերակրել եմ։ Էդ Էլիզան տաննա։ Նոր եկավ։ Դինա ջան, Ադամը ո՞նց է։ Լավ է, ճիշտ է, ես չեմ տեսել, բայց մամայի ասելով լավ է արդեն։ Գիտես չէ, երեք զանգեցի Կիսուրիդ, դե ուզեցա գնամ հիվանդանոց տեսնեմ Ադամին։ Հեն տեսակ վայնասուն կապեց, չէ Ադամին չի կարելի խանգարել, իրեն հանգիստ է պետք ոնց որ գնալու է ուտեի դրան։ Լավ էլի մամա։ Լավ։ Արսենը ո՞նց է։ Արսենը նույնը, նորից ջերմություն ունի։ Ձինա։ Ձինա ջան, ինչ կլինի, կամ քեզ բերեմ մեր տուն։ Ինչի համար, մամ։ Ոնց ինչի համար, ասում ես Արսենի ջերմությունը չի իջնում, բա որ հանկարծ վարակվես։ Վայ, մամա, չեմ վարակվի։ Չես վարակվի, բա ինչ, ես քեզ շատ լավ գիտեմ, Ձինա։ Գնալու ես գազ, մտնես քիթը։ Չեմ մտնի Արսենի քիթը, մամա։ Հիմա տանն է Արսենը։ Չէ, տանը չի, դուրս է եկել առավոտվանից։ Ոնց։ Այդպես հիվանդ այդ վիճակում հալովնել չի մնում, հա։ Մամ, կլինի հետո զանգեմ քեզ։ Կլինի, իմ աղջիկ։ Քեզ լավ նայի, մենակ ինչ ուզում ես արա։ Լավ։ Ինչ էր ասում Լիլիան։ Ոչինչ բան, ուղղակի ուզում էր ինձ տուն տաներ, որ չվարակվեի։ Ասա, որ վարակի շրջանը ընդամենը 3 օր է։ Չէ, ես ոչ մի տեղ չեմ գնա, մամա, բացառվում է։ Քեզ թողնող էլ չկա։ Դու ավելի լավ զանգի Արսենի տեսնենք ոնց է։ Հիմա կզանգեմ։ Արա, տենում ես ինչ ես արել։ Դավիթ, ես սխալ եմ արել, ես արել եմ, դու մի արա։ Չոքի տաղու գերեզմանին։ Ինչի համար։ Չոքի ասում է։ Ես Ալեքսին խոստացրել եմ, որ իր գերեզմանին քեզ մատաղ եմ անելու, արա։ Տենց բան չանես, Դավիթ։ Խի արա։ Խի։ Որ դու իրան սպանում էիր։ Մտածում էի, որ ինքը լաջայել, արա։ Ուզում ապրի։ Մտածում էի։ Ես իմ սխալը կուղեմ, Դավիթ։ Արա ո՞նց ես ուղղելու։ Ո՞նց ես ուղղելու։ Մեկա դրանից Ալեքսը հետ չի կարա գա։ Ինչ ուզես կանեմ քո համար։ Ինչ ուզես կանեմ։ Արա։ Քո սատկելը մենակ կարա ինձ օգնի։ Որովհետև քանի դու ապրում ես, արա, ես ինձ մեղավոր եմ զգում։ Արա! Լավ արա! Այս ես մտածում Ուրեմն ինձ վերում ես ընդհանուր հաշվետվությունները, մեկ էլ մեր այս ամսվա առևտրի ցուցակը, լավ։ Լավ, հիմա։ Հիմա։ Ասա։ Բարև։ Մեդի։ Զարմացար։ Ինչ ես անում ստեղ։ Եկել եմ միասին մի բաժան կոֆե խմենք, եթե իհարկե կոֆե կտաս։ Կոֆեն ինչա որ չտամ, բայց դու քո փորացավը ասա, դու առանց դրա չէիր գա ստեղ։ Ես չէ, ոչ մի փորացավ չկա, ուղղակի մի քանի աշխատանքի համար զանգել եմ, պետքա գնամ հարցազրույցի։ Ասացի մինչև այդ կոֆե խմենք միասին։ Պարզ։ Հիմա ինչ, կոֆե տալիս ես։
կոֆեն կտամ, բայց ասա ռեստորանում են խմում, թե ստեղ։ Արթուր, բարձ չի, որ ռեստորանում ու նորմալ պայմաններում։ Տիպես բայց դու, հա։ Էլ ինչի։ Նավսյակի, արի։ Ով է։ Ես եմ։ Դու ով ես։ Ժաննան, Սաթիկի մայրը։ Լսի, քեզ դռնից հանում են, դու լուսամուտից ես ներս մտնում։ Ինչ ես ուզում, այդ տիզ, հարևանի շունն էլ է քեզ վրա հաչում։ Կարելի է առանց վիրավորանքների։ Այդ դեպքում ինձ կասես, թե քո նմանների հետ առհասարակ ոնց են վարվում։ Այսպես անընդհատ իրար հետ վիճելով կամ վիրավորելով ոչ մի բանի չենք հասնի։ Մենք պետք է խոսենք։ Սաթիկս լավ չի։ Վայ։ Ինչ ես ասում։ Բա մեղքերն է դուրս գալիս։ Բոլոր մեղքերը այդպես բլիթ դուրս են տանում։ Խնդրում եմ այդ տոնով չխոսես։ Ավելի լավ է ինձ լսես։ Ունես ընդամենը 5 րոպե։ Չէ 3, ես ուշանում եմ, արագացրու ասա ասելիքդ։ Սաթիկին աշխատանքից հեռացրել են։ Աշոտն էլ չկա, որ օգնի։ Գիտես, փոքր երեխեն գիր կա։ Մի կոպեկ չունենք, որ կարողանանք ինչ-որ մի բան անել, ինչ-որ մի հարցով օգնել, չգիտեմ։ Ու դու հիմա եկել ես, որ Աշոտի կինը քեզ գումարով օգնի, այո։ Չէ։ Ես պարզապես ուզում եմ, որ մեր երեխան ճանաչի իր հոր հարազատներին։ Տիկին, դու ինչ-որ քայլ անելուց առաջ, ինչ-որ մի բան խոսելուց առաջ գոնե մի քիչ մտածում ես։ Ասենք ես ոնց կարող եմ այդ երեխու հոր կողմի հարազատներից լինել։ Հազինա։ Արս, ոնց ես։ Լավ եմ կյանքս։ Ջերմություն ունես։ Չէ, չունեմ, հանգիստ եղի։ Բա հիմա ուր ես։ Օֆիսում եմ։ Իսկ երկար ես մնալու օֆիսում։ Չէ, մի քիչ գործ ունեմ։ Վերջացնեմ, գնամ պապայի մոտ, հետո կամ տուն։ Ինչ է ասում։ Ասում է գործ ունի վերջացնի։ Դուր էստեղ։ Արսեն ջան։ Հա, մամ։ Ոնց ես բալես։ Լավ եմ, մամ ջան։ Դու ասա, պապան ոնց է։ Պապան լավ է։ Դու երկար ես մնալու օֆիսում։ Չէ, մի քիչ գործ ունեմ։ Տղա ջան, դու քո հետևից ես ընկել, չեմ հասկանում։ Ինչ ես անում քո հետ։ Լավ էլի, մամ։ Ինչ մամ։ Կասես ինչ մամ։ Փոխարենը պարկես լավանաս վեկանում ես գնում ես օֆիս։ Մամ, բա օֆիսի գործերով անի։ Թքած ունեմ ես այդ օֆիսի վրա։ Քո առողջության հաշվին։ Լավ, մամ, արդեն ուրիշ բաներ ես խոսում։ Ուրիշ բաներ չեմ խոսում, տղա ջան։ Ուղղակի խնդրում եմ, որ քեզ լավ նայես։ Դու չես հասկանում, որ հիվանդությունը մտնում է մարդու մեջ ու վերջ։ Մամ ջան։ Ինչ տղա ջան։ Դու մոռանում ես, որ հիմա արդեն մենակ քեզ համար չես ապրում։ Դու արդեն պատասխանատու ես քո կնոջ առաջ, քո երեխու առաջ։ Դու պետք է լավ լինես, որ այդ երեխան էլ հետագայում երջանիկ լինի։ Դու էլ անընդհատ ցավոտ տեղից ես գտնում։ Դավդե պատասխան է էլի։
Բարս ջան, Դավ ինչ է եղել։ Ինչի՞ չես հեռախոսդ վերցնում։ դրան էի սատկացնում։ Ուր ես։ Մոտը տա էդի։ Այս դրան Ալեքսի գերեզմանին մատաղ եմ անելու։ Այնքան եմ խփել մեռել է։ Դու նայ չսպանես դրան, Դավ։ Ես Ալեքսին խոսք եմ տվել։ Որ դրան սպանես, մեծ լավություն կանես իրան։ Ինքը այդքան չկա։ Արս։ Ուրեմն սենց, դրան տար քաղմաս, թող ինքը իր արածը իր վրա վերցնի։ Ես չեմ ուզում վաղը քո հետևից գան։ Գագա։ Դավ, արա այն, ինչ ասում եմ։ Դու ինձ ազատ ես պետք։ Չես պատկերացնում ինչքան բան անգնում քո վրա։ Ուղղակի չես պատկերացնում։ Արս բան ա եղել։ Դրան տար ու արի օֆիս։ Եղավ։ Ես ինչ եմ անում։ Եթե ունեք երակային խնդիրներ, ոտքերի ցավ, քոր, ջղաձգություն, այրոց այտուց եւ այլ անհանգստություններ, ապա դիմեք ավելի քան 20 տարվա երակների փորձառու վիրաբույժ Նիլեշ Բհուդին։ Բժիշկ Բհուդը կախտորոշի եւ կբուժի ձեր հիվանդությունը կարիքի դեպքում կիրառելով գերարդիական լայզերային տեխնոլոգիա։ Ժամադրության համար զանգահարեք 818 552 5000։ Դոկտոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ գործող Urgent Care One կենտրոնն առաջարկում է իր բարձրակարգ ծառայությունները։ Վահե Ղազարյանը ունի երկարամյա վիրաբուժական փորձառություն։ Մեզ մոտ կատարվում են արյան թեստ եւ այլ լաբորատոր թեստեր։ Առկա է նաեւ X-ray։ Ընդունում են բոլոր գլխավոր ապահովագրությունները։ Տարիքային սահմանափակում չկա։ Urgent Care One կենտրոն 818 504 8499 Lower Canyon եւ Roscoe Խաչմերուկ Ralph's Shopping Center-ում։ Urgent Care One կենտրոն առողջության։ Ավելի քան 50 տարվա փորձառությամբ վարպետ Արաքելի գլխավորությամբ Իմպերիալ կաբինետի հմուտ մասնագետների պատրաստած յուրահատուկ ոճով եւ դիզայնով հարյուրավոր կաբինետներ, առանձնատներ, գրասենյակներ ու այլ հաստատություններ։ Մեր մասնագետները մաչելի գներով modern եւ traditional ոճին համահունչ ձեր kitchen-ի, bedroom-ի եւ closet-ի կաբինետների նոր շունչ կհաղորդեն։ Գեղեցկացրեք ձեզ շրջապատող միջավայրը ժամանակակից դիզայնին ու ճաշակին համահունչ։ Իմպերիալ կաբինետ, որակ, մաչելի գներ եւ յուրահատուկ դիզայն։ Եթե վնասվել է ձեր տունը, օրինակ ջրից, հրդեհից, գողությունից կամ տարերային աղետից, մի դիմեք ապահովագրությանը։ Դիմեք VIP Claims ընկերությանը։ Ավելի քան 20 տարի բարձրակարգ մասնագետները օգնում են տուժած սեփականատերերին ստանալ մաքսիմալ օգնություն։ Ասեմ ավելին, եթե տուժելու արդյունքում դիմելով ապահովագրությանը չեք ստացել ցանկալի փոխհատուցում կամ քիչ եք ստացել, մենք կօգնենք նաև այդ հարցում։ Եթե տուժել եք, մի դիմեք ապահովագրությանը։ Դիմեք VIP Claims ընկերությանը։ Գործում է անվճար խորհրդատվություն։ Զանգահարեք։ Floors for Less San Fernando 4111 հասցեում գտնվող Floors for Less շնանյութի խանութ սրահում դուք անհամեմատ մատչելի գներով կարող եք ձեռք բերել hardwood, laminate, tile, granite եւ ոչ միայն այս ամենին զուգահեռ բազմատեսակ խոհանոցային կահույք եւ լոգարանի remodeling։ Հատուկ առաջարկ խոհանոցային ամբողջական կահույք countertop-ով ընդամենը $6,999 ներառյալ տեղադրումը։ Իսկ սինկը եւ բռնակները կստանաք նվեր։ Մինչ որևէ վայրից գնումներ անելը համեմատեք գները մեզ մոտ։ Floors for Less Մամ, ես գնացի բալես։ Ոնց գնացիր։ Աղջիկ ջան, արդեն քանի ժամ է տանն եմ, անհանգիստ եմ։
Լավ էլի մամա, մի կտոր բան կեր նոր գնա։ Չէ, ես կգնամ Ադամի հետ միասին կուտենք, որ հետո ուտող չլինում չի ուտում։ Հետո աչքդ մարկի վրա պահի, ճիշտ անորա քնել, բայց մեկ էլ տեսար արթնացավ։ Չէ, ինքը կքնի, այսօր շուտ արթնացել։ Լավ, դե ես գնացի։ Մամ, լուսին որ գա, ես էլ եմ ուզում մի կես ժամով գամ։ Կարող այսօր երեկոյան արդեն Ադամին դուրս գրեն, եթե ոչ առավոտյան դուրս կգրեն։ Քեզնից ոչ ոք չի նեղանում։ Դու հանգիստ քեզ նայի, պետք չի գալ։ Ախր մամա, տենց ո՞նց կլինի ես չգամ։ Կլինի, իհարկե կլինի։ Դու ավելի կարևոր գործ ունես։ Դու քեզ նայի, քո երեխուն նայի, Մարկին նայի, Արսենիս նայի։ Արսենը տուն պիտի գա, որ իրան նայեմ։ Իսկ դու զանգիս տիպի, որ գա։ Լավ։ Դե լավ, ես գնացի։ Դու հանկարծ հիվանդանոց չգաս։ Հասկացար։ Հասկացա, պապային կբարևես։ Անպայման։ Ուրեմն միանգամից ձեզ ասեմ տիկին, որ հաջորդ անգամ չհամարձակվեք այս կողմերում երևալ։ Ասեմ նաև, որ Աշոտը մեզ պարտքերից բացի ուրիշ ոչինչ չի թողել։ Չնայած, եթե կուզենաք, կարող եմ մի բանով օգտակար լինել։ Կուզեք Աշոտի լավ թափող ընկերներից մի երկուսի համարը տամ, թող Սաթիկը հետները ընկերությունանի յոլա կգնաք էլի։ Ձեռես առնում ինձ։ Ոնց որ դու ես ինձ ձեռ առնում։ Ինչ ա ուզածդ։ Եկար Վարսավիրանոց ոչ մի բան չասեցի, թողեցի, որ գնաս։ Հիմա եկել հասել ես իմ տուն ու անհանգստացնում ես ինձ։ Ո՞վ այդ իրավունքը քեզ տվեք, ասես, ով ես դու։ Լսեք, Աշոտը հիմա չկա, որ ես գամ Աշոտի մոտ ու ասեմ այն ինչ որ ուզում եմ ասեմ։ Իսկ երեխեն կա ու ծնվել է։ Եվ հիշեցնեմ, այդ երեխեն Դինայի եղբայրն է։ Ես չեմ հասկանում, քո աղջիկը չի ուզում իր եղբորը ինչ որ թեկուզ մի փոքր բանով օգնած լինի, հա? Իսկ երբ որ աղջիկդ Աշոտի հետ քարշ էր գալիս, այդ ժամանակ չէր մտածում, թե Աշոտի աղջիկը ինչ ա զգում, չէր մտածում։ Նախ իմ աղջիկը քարշ չի եկել։ Խնդրում եմ բառերը չափավորես։ Իսկ երկրորդը դա հարցի մյուս կողմն է։ Որ կողմն է։ Հարցի որ կողմն է, այն կողմը երևի, որ քեզ ձեռնտու չի, չէ։ Չէ։ Սա ընդամենը խնդրանք է։ Քանի կար պահանջ էր, հիմա դարձավ խնդրանք, կողմնորոշվի, Տիկին Ժաննա, կողմնորոշվի։ Լավ։ Լսի, ինչ կասեմ քեզ։ Եթե դու մյուս անգամ էլ հայտնվես իմ տարածքում, ես խոստանում եմ, որ կզանգեմ ոստիկանություն։ Իսկ քո Սաթիկը շատ լավ գիտի, թե անապահով ընտանիքի երեխաները ուր են հայտնվում։ Նա երկար ժամանակ այդ հիմնարկությունում աշխատել է, ընդ որում տնօրեն է աշխատել։ Տեսնում ես կյանքը ինչ կլոր է, Տիկին Ժաննա, բումերանգ է։ Տիկին Լիլիա, եթե կարող եք գոնե օգնեք Սաթիկին աշխատանքի տեղավորվի։ Գոնե դրանով օգնեք մեզ։ Տիկին, ինչ ես ուզում դու ինձանից։ Ես նույնիսկ սեփական բիզնես չունեմ, այս սալոնը որ տեսել ես, դա Դինայինն է։ Չնայած, եթե աղջիկդ կուզենա գա սալոնում հավաքարար աշխատի, աչքիս վրա, թող գա։ Իդեպ դուք շատ լավ բան հիշեցրեցիք ինձ։ Շատ շնորհակալ եմ։ Ես նրանից հետո Դինային կդիմեմ։ Լսի, դու մենակ փորձի Դինային անհանգստացնել։ Այդ ժամանակ կտեսնես, թե ես քեզ հետ ոնց կվարվեմ ու քո աղջկա հետ էլ։ Չհամարձակվես։ Մենք դեռ կտեսնենք։ Արսեն։ Ես դուրս եմ գալիս Լիլիթ։ Լավ չես։ Լավ եմ։ Երեսիդ գույն չկա։ Ամեն ինչ նորմալ է։ Ոնց է նորմալ, դու քեզ հայերի մեջ տեսել ես։ Ես ինձ հայերի մեջ ամեն օր եմ տեսնում։ Հա, դու թղթերը պատրաստի, առավոտ կգամ կնայենք լավ։ Կուզես ձեր տուն բերեմ։ Չէ, ինչի համար, մեր տունը հողոֆիս չի։ Լավ։ Դե ես գնամ պարկեմ։ Լավ, Արսեն ջան։
Այսօր վերջին օրն է։ Ինչ հասցնենք, այսօր պիտի հասցնենք։ Մտնում ես ներս ու ասում ես, որ դու ես սպանել Ալեքսին։ Ինչի համար։ Նրա համար, որ անհայտ գերեզմանում չթաղեն քեզ։ Լավ իմացի։ Եթե հանկարծ ուրիշ բաներ ես խոսացել, ուր էլ լինես կգտնեմ քեզ։ Ու այդ ժամանակ դու ինքդ կխնդրես, որ քեզ սատկացնեմ։ Ախր որ տես բան գնամ ասեմ, դու էլ քո մասնակցությունն ես ունենալու։ Սա քեզ ինձ ու Արսենից է սկսել։ Դե դու էլ ուղեղ ունեցող տղա ես։ Ուրիշ բաներ չես խոսա։ Գիտես ինչ կասես։ Ու մենակ նրա համար, որ քո հերը մեր մոտ է։ Գիտեմ։ Դե, քեզ տեսնեմ։ Ստեղ քեզ սպասում եմ։ Երբ որ ցույց մուկդ տաս, հերդ ազատ կարձակվի։ Բա որ չանեմ։ Որդ կկտրտեմ ու կտամ շներին։ Սպասիլը։ Վրի տարուները սրբի նոր գնա։ Կինը հենց գումավոր հղի է, պիտի ժամանակ չկորցնի եւ անմիջապես գնա բժշկի։ Սկսվեց էլի։ Մարդու արկի ներս, որ իմանանք ինչ է խոսում։ Հեսա կկազմակերպեմ արս։ Դե վերջացնես, արի մեր տուն, լիքը գործ կանելու, ես քեզ կասեմ կանես։ Եղավ արս։ Ասածս ինչա, ձեռի տակ ինչ կա, դրանով յոլա գնա։ Հեսա։ Լուրջ եմ ասում։ Վայ Արթուր, կոնֆետ խմի։ Ինչ է երկում էդի։ Չգիտեմ, պետի մոտ եմ։ Դե մի բան իմանաս հավրար է։ Մինչև պետը դուրս չգա չեմ իմանա։ Եթե քո ծոծ Էլիզը քո մասին մի այսքան մտածեր, մինչև այսօր գոնե մի հատ քայլ ձեռնարկած կլներ, չի մտնում այդքան ուղեղը։ Արթուր, այն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր։ Հա, ինչն էր ուրիշ։ Այն ժամանակ ես իրանց տանն էի ապրում, իսկ հիմա առանձին։ Արսեն, ես ինչ-որ մի բան սխալ եմ արել։ Չէ, ինչից վերցրեցիր։ Ուղղակի հարցրեցի։